Ամանորյա վլոգ մաս 5-րդ ժամանակ չկա երկար բարակ չենք խոսում պարզապես դիտեք էլի Կարինկան տոնածառներից ոչ կշտանում է, ոչ բավարարվում է Գիտեր որ տանը կա մեր նախորդ տոնածառը Չնայած ես ինքս ասել եմ որ այն պարտադիր պետք է տեղադրվի մեկ էլ տեսնեմ սուս ու փուս արդեն ինքնուրույն պատրաստում է Բայց մենք չենք անտեսում, սա պարտադիր մեր տանը պետք է դրվի, մեր տան ընտանեկան տոնածառն է, այս տոնածառին տնից դուրս անել, նվիրել ուրիշին տանել, գցել, չգիտեմ, վաճառել, այս ինչ բան չի կարելի, տոնածառը շատ կարևոր իմաստ ունի, բացատրություն էդի հետո խոսամ, հոգնած զորով խոսում ենք հիմա։ Վերջինը հավաքում ենք, սա պետք է դրվի միջանցքում, մենք ունենալ ենք տանը մի քանի տոնածառներ, էլ չասեմ այգու տոնածառներ։ Ես վերջը չհասկացա թե ինչի Կարինկան մեկ էլ տեսնեմ տոնածառը ֆենում է, ասում է որ թերթիկները լավ բացվեն։ Ինչպես ամեն նոր տարվանը ես մի փոքր ներկայացրել պատմել եմ, որ այս տոնածառը ունի նաև նախապատմություն։ Այն ինձ մեր ընտանիքի համար կարևոր է, քանի որ մեր ընտանիքի առաջին տոնածառն է եղել առաջնեկիս ծննդյան կապակցությամբ նվիրած եւ հավաքած փողերով են գնել, եւ որը արդեն 30 տարեկան է։ Սիրելի հետևորդներ ջան, օր ժամսի 24-ն է, չէ՞, 24, հոգնած։ Այն որ միշտ նայում եք, անընդհատ ես ասում եմ, հոգնած ենք, չենք հասցնում, այո, որովհետև մեր մտքերը շատ է, մտահղացումները, ծրագրերը, այս անենք, այն անենք, ձևավորենք, այս գործը, այն գործը պատրաստելը, դրա համար մենք հոգնում ենք, չենք հասցնում։ Իրոք ինձանից երևում է, որ հոգնած է, բայց պետք է բոլոր գործողությունները կատարվի։ Դեկտեմբերի 24-ն է այսօր, խմորեղենների հիմնականում շերտավոր տարբերակի լիստերը գոնե պատրաստենք, պահենք, գիտեք որ այդպես էլ արվում է։ Վերջի օրին կպատրաստենք կրեմները, կհավաքենք, ընթացքում կտեսնենք։ Ինչ ենք անում, այս պայդրությամբ միայն պատրաստում ենք խմորեղենի շերտերը, ինչպես շատերն ասում են մեղրով տորտ, չգիտեմ տարբեր տարբերակներ, նեգրի ժպի, չինացու տրամադրություն, չգիտեմ ինչ է, ինչ-որ մի բան։ Թխում ենք շերտեր, կարճ ասած երկար չենք խոսում, ընթացիկ դուք հետևեք դիտեք, իսկ ինչ ունենք այստեղ, գրեթե ամենը ունենք, ինչը չունենք ընթացքում կմոտեցնեմ, պարագաները, այստեղ վանիլին սոդա, ձու, շաքարավազ, ինչով որ պատրաստելու եմ, դուք կտեսնեք։ Պատրաստման ընթացքում մի երկու խոսքով կներկայացնեմ ձեզ։ Բայց ամենակարևորը կհիշեք երևի թե, որ պատվիրել էինք մեր այս պատվերները, unboxing ենք արել, ցույց ենք տվել, առաջին անգամ օգտագործում ենք մեր այս հրաշքներին։ Տեսնենք ինչ որակ ունեն, որակյալ են այդերը կանք անել, օպա։ Դա մի հատ։ Հա, շատ լավ բրտնակ է փաստը։ Իր վրա սիլիկոն է, մենք կարող ենք սիլիկոնը հանել, տակի մաս ինչ որ սպիտակ, այսպես մետաղ հա Եկեք չզբաղվենք սրանով, նոր գրտնակը, այստեղ իր փոքրիկ գորգը խոհարարական սիլիկոն է, որի վրա պատրաստում են չափեր կա, գրտնակում են, բացում են, չգիտեմ, հիմա կփորձենք տեսնենք ինչպես է ստացվում։ Երկու տարբերակներն են, հիմա մենք առաջին անգամ կփորձենք։ Իրականում սեղանի վրա շատ լավ կստացվի, բայց եկեք այս թիթից տարբերակով մեր գույներին համապատասխան կատարենք գործողությունները։ Դե ինչ, հա, այստեղ ունենք գոգնոց գույնային համապատասխանությամբ չի բռնում, կարելի ասել Դե քանի որ ժամանակս չի բավականացնում, մի հատ տարազով գոնե գեղեցիկ գոգնոց կարեմ, մոտակա օրերին կկարեմ։ Առայժմ այս գոգնոցը կօգտագործեմ, գնացինք առաջ։ Այսպես վերցնում ենք հարմար էմալապատ սոդան, վանիլինը, շաքարավազը, մարգարին կամ կարակ ինչպես կցանկանաք տարբերություն չկա, այստեղ գթալ փայտ է, որով էլ եւ պետք է հարեմ։ Հարինչ հարկավոր չէ։ Դե 100 գրամից մի փոքր ավել մարգարինը ավելացնում եմ, իր վրա եմ ավելացնում շաքարավազ 150 գրամ, մի պտղունց վանիլին, մի պտղունց սոդա, ոնց կուզեք հասկացեք, սա իմ աշկաչափն է, 1 ճաշի գթալ մեղր, ամբողջը լավ հարելուց համասեր զանգված ստանալուց հետո, այնուհետև աստիճանաբար գցում եմ մեկական ձվեր մոտ 4-ից 5 ձվի հաշվարկով։ Ապա աստիճանաբար ալյուրը ավելացնում եմ այնքան, որ հարելուց հետո մոտենանք մի փոքր ամուր ձեռքերով հունցվող խմոր տարբերակին։ Հա, ճիշտ է, հիշում եք, չէ, ես էլ նոր հիշեցի, այս վերջերս էսով էր, ինչ էր, ինչ որ բլոգ, չգիտեմ ինչ, այսպեսի ամբողջ զարդերը ձեռքերին խմորներ էր հունցում, չէ, հիմա էլ երևի թե հունցում է ճաշ է պատրաստում,
Դե ինչ անցնում ենք խմորը հունցելուն, այս տարբերակով, սենց ոնց որ ճիշտ է, չէ՞ ստացվում, նայեք։ Այսպես գեղեցիկ զարդարված մատներով, մատանիներով անցնում ենք խմորը հունցելուն։ Ոնց որ դե տրենդ է, պետք է սենց լինի, էլի խմոր հունցողը։ Ինչ արած։ Մենք էլ տրենդից հետ չմնանք, էլի գնացինք։ Լավ է, ժամանակ չկա, շուշուտ անցնենք մեր գործերին, այսպես, ինչպես տեսակ խմորը հունցեցի, տարածեցի երկարությամբ, բաժանեցի 4 գնդերի, ցանկության դեպքում կարող եք բաժանել նաև 5 գնդի, շատ պարզ հասարակ սովորական գրտնակով բացում եմ, տեղափոխում եմ տաքացած տապականու վրա եւ ուղարկում ջրոց։ Մնացածը մանր մունր էլ չեմ նկարահանում, հասկանալի է, ամբողջ շերտերը արդեն պատրաստ են։ Հետևորդներ, իրոք շատ գոհ եմ, առավել ևս գրտնակից շատ գոհ մնացի, քանի որ այս որակի, այս տիպի սկզբում ինձ թվում էր փոքր է կամ որակ այնքան էլ լավ չէ, հաստորեն շատ լավ որակյալ աշխատանք կատարեցի այս գրտնակով ու շատ գոհ եմ, կարող եք գնել։ Արտիկուլ բան չուզեք, բիզնես եմ անում։ Փող ուղարկեք ինձ, ես ձեզ ասեմ մտնեք հանգարց չկրկնօրինակեք տփոց կուտեք այս սրանով, նայեք, բիզնեսը ձեռիցս չտանեք, արտիկուլը չեմ ասելու դնելու եմ իմեջում գաք գնեք, շատ լավն է, հաստատ չեք փոշման, տեսեք։ Իսկ իրականում գորգի տարբերակը այնպես չէ որ վատն է, բայց փոքր դերևս չհամակերպեցի, երևի թե ինչ-որ սխալ գործողություն կատարեցի, բայց սիլիկոնե գորգը չեմ կարծում որ վատն է։ Համենայն դեպս դերևս կհամակերպեմ, բայց իրականում պետքական ապրանք է սա է։ Այսպես դե ինչ, տեսեք ինչքան լավ ստացվեց։ Այստեղ ունենք 3 չէ, այսպես որ երևում է, 4 տարբերակով լիստեր, իր մեջ դեռ կրեմը, ինչ որ շերտեր եմ ավելացնելու, երևի թե հնկույզներ, ինքը բարձրանալու է բավականին այն չափի, որ լինի նորմալ, շատ բարձր պետք չէ, բայց բարակե չէ, այնպես որ ամենը նորմալ է։ Հենց նա է, ինչը որ ինձ պետք է ստացանք։ Դե ինչ, դեռ այնքան գործ կա անելու խմորեղեններ, պետք է պատրաստենք երեք էկլեր, ռուլետներ, հետարքի ձևավոր խմորեղենների կտորներ, դե իհարկե տորտներ կա, կարճ ասած սպասենք հաջորդի։ Հարգելի հետևորդներ ջան, փորձենք, ոչ մի բան երկար բարակ չխոսենք, 2 բառ ասենք, անցնենք առաջ։ Քանի որ նաև շատ հոգնած ենք, երևի չեք պատկերացնում, մեծ մասը չենք հասցնում նկարահանել ամբողջ պատրաստման գործընթացին, դրա համար հիմա արագ ես ու Կարինկան անցնենք այս մի ամանորյա դետալի պատրաստմանը, 2 բառով անցնենք ու մնացածը ուղղակի կնայեք, ընթացիկ կբացատրեմ։ Ինչ ենք անում հիմա։ Ըստ ձևավորման, ինչպես նախորդ տեսանյութերում տեսանք, մեր տոնածառը գեղեցիկ, շքեղ, ամբողջը մուգ վարդագույնի, ինչպես ասում ենք, բորդոյի համադրության մեջ է, Կարինկան եւ տղաս այդպես են որոշել, իհարկե այնպես չէ, որ ինձ համար աջելիքի շատ սիրուն է, կարելի ասել նորություն է ինձ համար։ Հետո աչքին նայելով հասկացա, որ սպիտակի հետ շատ ուժեղ համադրվեց։ Եվ ելնելով դրանից, տեսեք, փոքրիկ բանտեր էլի մուգ վարդագույն, այդ մոտիվացիայով պետք է լինի մի հատ մեծ բանտ ամենակենտրոնի տոնածառը։ Երևի գիտեք ինչ որ շատերը անում են, էլի տեսնում են, կարճ ասած։ Հիմա գտանք կտորը կար փաստորեն, հենց այն տարբերակն է, որ մշտապես օգտագործվում է կամ շղարշ, ինչպես ասում են, վիլյուր զամշ, կամ ատլասե, այս տարբերակը։ Ունենք գործվածքը, այստեղ ունենք սպունգ տարբերակը, գուբկա սպունգ, ինչպես ուզում եք ասել, գուբկա ռուսերենն է, ինչի համար, այստեղ նոր ձևով ենք աշխատենք, իր մեջ կդնենք, որ այդ բանտի մեջտեղը հավաքենք, ցենց ուռուցիկ, շատ գեղեցիկ կլոր, ինքը գեղեցիկ տեսարան ստանա, հավաքվի, կարճ ասած։ Всё, ասում ենք առաջ, պատրաստում ենք տոնածառի գագաթի համար մեծ վարդագույն բանտը, դուք հետևեք, տեսեք ինչպես ենք աշխատում։ Իհարկե թողնելով մեծ մասը, հենց Կարինկան ինքը պատրաստի, ինչպես տեսակ բարձր է, ինչ անակնկալ մատուցեց մեզ։ Դե ինչ գնացինք առաջ։ Սիրելի հետևորդներ, ավելի լավ է ինքներդ հետևեք, տեսեք ինչպես ենք աշխատանքը կատարում, մի փոքր բացատրում եմ, բայց ավելի շատ հիմնականում կատարելու է և մինչև վերջ կարելու է Կարինկան, ընթացքում կփորձեմ օգնել, կթողնի, եթե չէ, ավելի լավ է եկեք հետևենք նայենք մինչև վերջ։
Տեսակ չէ, տեսակ ոնց խփեց ինձ չթողեց, ձերքս տարա որ մի փոքր օգնեմ, տեսակ ոնց խփեց ձեռիս, տեսակ։ Եվ այսպես այստեղ էլ վերջնական մոտավոր պատկերը, այսինքն առանց մոտավորի իրական պատկերը։ Դե իհարկե մի փոքր չարաճճիություն Կարինկային բնորոշ։ Եվ այսպես վերջնական բանտը պատրաստ է, հիմա տեղադրենք իր տեղում, տոնածառի գագաթին, բայց Կարինկայի գլխին ավելի շատ ես ազում, այսինքն, որպես փոքրիկ տոնածառ Կարինկայի գագաթին։ Դե ասեք, որ իրոք սիրուն է եւ շատ լավ է ստացվել, շնորհավոր։ Մենք դեռ մեկ ամիս է մեր տները օրեկանն, ինչպես ասում ենք, մանր զարդարում ձևավորում ենք։ Այստեղ ես աշխատանքի եմ, տղաս եւ Կարինկան որոշել են, որ լույսերի շարունակությունը էլի որևէ տեղ ձևավորեն, զարդարեն եւ նոր վերանորոգած առաստաղի վրա ավելացրել են անձրևային լույսեր, շատ գեղեցիկ համապատասխան։ Մեկ օր անց էլ ես եմ գնում աշխատանքից տուն, կրկին մյուս անձրևային տեսարանով թափվող լույսերն եմ ավելացնում պատուհաններին, ինչպես ասում են լուսային վարագույրներ։ Հաջորդիվ կապտային երանգով լուսային հաջորդ շարքն եմ ավելացնում մեր բարի սեղանի ներքևամասում, այնպիսի դիրքով, որ իրենք գրեթե չերևան, բայց լույսը արձակի պատերի վրա։ Մեր տունը կարծես ռեստորանային համալիր լինի կամ ինչպես ասում ենք բար, սրճարան, շատ հետաքրքիր դրական էներգիա ենք առաջացրել տանը։ Դե ինչ, ահա վերջնական տեսարանը լույսային էֆեկտներով, բայց կարծում եմ սա դեռ վերջը չէ։ Մեկ էլ տեսանք աստիճանաբար, միջանցքում դրսում, դե այգին արդեն լուսավորված է, նաև հնարավոր է ավել բաներ կրկին շարունակենք։
ասել էի, չէ, հերթը հասավ դրսին, բակին։ Այս մեր բնական տոնածառները արծաթափայլ, որ ամեն տարի ներկայացրել եմ ձեզ, յուրաքանչյուր տարվա վերջում ինքը էլ ավելի մեծացած է լինում եւ պարտադիր պետք է զարդարենք։ Ինչքան հնարավոր է, ինչ կերպ հնարավոր է։ Ասել էի, չէ, տեսնում եք, որտեղ ասես, ինչ կերպ ասես ձևավորում զարդարում ենք, այստեղ էլ միջանցքը, քիչ է մնում կամ երևի թե աստիճանաբար, լոգարանել երևի թե պետք է զարդարենք, այսպես որ նայում եմ, ամենը գնում է դրան։ Չէ, այստեղ ամանորյա չէ, այստեղ խոհանոցային դեկորների ձևավորումն է, որը վերանորոգման ժամանակվանից թողել է, այսինքն թելային վարագույրների տեսարան, ավելի շատ դեկոր կամ դիզայն։ Առայժմ այն որևէ տարբերակով կփակցնեմ, բայց ունի ավելի գեղեցիկ դիզայնով ընթացիկ գործողություն, որը պետք է լինի փայտային կարնիզների վրա հավաքած։ Սպասեք կտեսնեք ինչ հետաքրքիր է լինելու դա հետո։ Այստեղ Կարինկայի պատրաստած գնոմիկներից վերջինն է, մեկ շաբաթ է կամ ավելին գրեթե 10 օր ասում էր քիթը կպցրու, բեղերը կպցրու, չգիտեմ ինչ արա ժամանակ չկար, սա էր անեմ, որպեսզի որպես դեկոր կարողանանք տեղադրել ամանորյա դետալների հետ։ Ապա անցնում եմ նվերների փաթեթավորմանը, տուփերով գեղեցիկ ձևավորմամբ, որպեսզի տեղադրեմ, ինչպես ասում ենք, տոնածառի տակ։ Իմ գնաց նվերներն են ամանորյա, Կարինկայի համար, նույնից կրելու եմ նաև ես։ Կարինկայի հետ միասին նույն զգեստ ենք կրելու ամանորի երեկոյան։ Նաև տղայիս համար գնաց եւ պատրաստած նվերը ստացվել է այնպես, երկուսի տարբերակում գնել եմ որպես նվեր հագուստներ, սպորտային համազգեստ, որը շատ գեղեցիկ է, ճաշակով է։ Այսպես փաթեթավորեմ նվերները, տեղադրեմ տոնածառի տակ, իսկ ամանորի գիշերը էլի կա մի փոքր անակնկալ իրենց։
Դե ինչ նվերների տուփերը պատրաստ են, հաջորդիվ կտեսնենք էլ ինչ որ նվերներ նոր տուփերել են պատրաստելու, դրանք կլինեն անակնկալներ, ինչպես ասում ենք Աստված առաջ, թող բարի եւ բարով ամանոր լինի։ Ունենանք հրաշ 2026 թվական նոր տարի։ Դե իհարկե մեր տանը իմ հրաշք պուջուրիկ նորությունով, ինչպես կարող ենք ասել լրացումով։ Դե ինչ սիրելի հետևորդներ ջան, կհանդիպենք հաջորդիվ ամանորյա վլոգ մաս 6-րդին։ Գրտակս լավնա, չէ՞։ Իրոք շատ լավնա։